Ես ողջունում եմ մեզ միացած բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, հիշեցնում, որ մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ կամ դիտում եք թվային հարթակներում։ Հիշեցնեմ, որ թարմուղեղով զրույցի շրջանակներում մենք շարունակում ենք լուսաբանել քարոզարշավը եւ հյուրընկալել տարբեր ուժերի ներկայացուցիչների եւ այսօր թարմուղեղով իմ զրուցակիցը Գուրգեն Սիմոնյանն է, Հայաստանի Շնորհապետական Կուսակցության վարչապետի թեկնածուն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք, պարոն Սիմոնյան։ Սիրով, շնորհակալ եմ հրավիրելու համար։ Առաջին անգամ է, որ դուք քարոզարշավի եք մասնակցում եւ այս թափով եք քաղաքականության մեջ, տպավորություններով եմ ուզում կիսվեք, ինչպիսին է առհասարակ ռեսուրսների իմաստով, գիտենք, որ փոքր ուժերը համեմատաբար եւ ոչ մեծ ռեսուրսների տիրապետող ուժերը միշտ դժվարությունների են, չէ, հանդիպում։ Ձեր մասով ինչ կասեք։ Մենք փոքր ուժ համարվելը մեզ համար սխալ կլիներ, բայց ռեսուրսների առումով սահմանափակ ռեսուրսներ ունենալը միանշանակ համաձայն եմ, ասես ամբողջ դաշտը ձևավորված է բացառապես մեծահարուստների համար, կամ պետքա ասենք ինչ-որ մի ուժի ղեկավարը Forbes-ի համարներում տեղ ունենա, որ այդ ամբողջը կարողանա իրականացնել, կամ դի տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության հյութերը կամած օլիգարխը լինի, որ կարողանա գործառնվել, կամ էլ մի ֆենոմենալ երևույթ, որ ոչ նա է, ոչ էլ նա, բայց ժողովրդական քաղաքացիական օժանդակությամբ հնարավորություն ունենա մի կերպ ծերը ծերին հասցնի։ Սա ինչ վիճակ է։ Էլիտար են դարձրել քաղաքական դաշտը։ Այսինքն հեղինակություն ունեցող, բայց ռեսուրսներ չունեցող որևէ անհատ, իմացեք, որ ձախողելու է, եթե մեծ ահռելի քանակությամբ համաքաղաքացիական օժանդակություն չլինի։ Դուք ունեք այդ օժանդակությունը, կարծում եմ։ Դրա համար էլ կարողանում ենք մասնակցել։ Հատկապես որտեղ են կենտրոնացած ձեր համակիրները, մարզերում, մայրաքաղաքում, որովհետև յուրաքանչյուր ուժ նախ եւ առաջ ունենում է, չէ՞, այդ ինֆորմացիան իր ուժին սատարողների մասին։ Այո, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ քաղաքաբնակ հանրույթն է մեզ աջակցում, բայց գյուղերում էլ ունենք բազմաթիվ հետևորդներ եւ ջատագովներ եւ ուր գնում ենք մարդիկ սրտառուչ ցնծություններով են դիմավորում, այնքան մեծ հպարտություն ես ունենում ապրում, այնքան մեծ շնորհակալության զգացում ես ունենում մարդկանց նկատմամբ, որ այդքան ջերմ ընդունում են թե Սյունիքում, թե Վայոց ձորում, թե Տավուշում, Գեղարքունիքում, Արմավիրում, բոլոր մեր մարզերում, Երևանում մեր քայլերթերը շուտով մեկնարկելու են վաղվանից, վաղը Շենգավիթում ենք լինելու, պտտվելու ենք։ Գյումրիում ջերմ ընդունելության արժանացանք եւ ոչ միայն Գյումրիում, այլ նաեւ հարակից բնակավայրերում, մի խոսքով շատ պարտավորեցնող է, ես համարում եմ, որ մեծ հնարավորություններ կա, մնում է ամսի 7-ին կապիտալիզացվի դա։ Այն մշտապես խոսվում է այն մասին, որ երիտասարդները քաղաքականության մեջ շատ չկան, բայց ձեր ուժը երիտասարդ ուժ է, դուք որպես երիտասարդ արդեն թիմի ղեկավար եք, կուսակցության ղեկավար եք, ձեզ սատարողների մեջ դուք տեսնում եք, որ երիտասարդներն են ավելի մեծամասնություն այսպես ապահովում, թե ամեն դեպքում տարիքային շեմ չկա։ Միջին եւ ավագ սերունդը հիմնականում։ Միջին եւ ավագ սերունդը առյուծի բաժինն է սատարողների, այսինքն դա այն խավն է, որ տեսել է ամեն ինչ։ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, մինչև այսօր տեսել են, փայլուն ամեն ինչ գիտեն ու պատկերացնում են ու շատ լավ հասկանում են ու համեմատականներն էլ ունեն։ Երիտասարդներ էլ կան, բայց նրանք իհարկե որոշ չափով զիջում են միջին եւ ավագ սերնդի ներկայացուցիչները։ Եթե տոկոսային հարաբերակցությամբ գանք, 50 եւ ավելի տարիք ունեցող անհատները Հայաստանի Հանրապետությունում մեր աջակիցների մոտավորապես 35%-ը կարող են կազմել, 35-ից մինչև 50 տարեկանները 20%-ը, երիտասարդները շատ ավելի փոքր են գալիս տոկոսայնությամբ եւ անտարբերներ ու նոր չճանաչածներ չբացահայտածներ մոտավորապես մի 20% կլինեն։ Ես դրա համար խնդրում եմ, ասում եմ մայիսին, երբ որ քարոզարշավով պայմանավորված մեզ կսկսեն բացահայտել, նրանք ովքեր որ մեզ ճանաչում են, թող պատմեն, թող ասեն երեք չեն, էլի արթնացել, հասկացել, որ ինչ-որ մի բան պետք է անել, այլ տարիներ է արդեն, որ գործում են եւ փորձում են Հայաստանի Հանրապետության ազգային շահերով պայմանավորված ուժ կայացնեն։ Քանի որ ձեր անվան շուրջ շատ է պատտվում խոսակցությունները, ձեզ թիրախավորում են ակնհայտ է, հատկապես ձեզ փորձում են կապել իշխանությունների հետ մշտապես։ Ես նկատել եմ, որ դուք այդքան էլ շատ չեք արձագանքում այդ հայտարարություններին։ Անիմաստ է, որովհետեւ բոլոր ուղղություններով են կապում, անկեղծ ասած
նախկին 3 նախագահների ժամանակ ընդհանրապես որևէ առնչություն չեմ ունեցել, որովհետև փակ համակարգ էր։ Ծանոթ խնամի բարեկամ համակարգից ենկում չէին անցնում։ Դրսի անհատականությունը ներս մտնել կամ ներսով պայմանավորված ինչ-որ գործառույթներ անելու հնարավորություն չուներ։ Ներկայ իշխանություններին 18 թվականից հետո փորձել եմ քանիցս օժանդակել, թե խորհրդատվությամբ, թե պետական կառույցների կոնֆերանսներին մասնակցելով, թե նրանց լրատվականներ այցելելով, թե որպես վերլուծաբան, գիտնական, ռազմավարության գիտակ, բազմաթիվ միջանձնային անգամ շփումներ են եղել մասնագիտական առումով, ոչ բարձր մակարդակով, վարչապետի մակարդակով չի եղել, բայց ասենք Բարսեղջյան Պաշտոնյաներ օրինակի համար ազգային ժողովի падգամավորներ եւ այլն օժանդակելու նպատակով այդ շփումը եղել է, բայց կապել նրանց հետ դա աբսուրդային է, որովհետեւ եթե դու որպես մասնագետ աշխատում ես պետությանը օգուտ բերես, այսպես թե այնպես գործող իշխանությունների, եթե նորմալ փոքրի շատ է իշխանություններ են, պետք է գործ ունենաս, եթե չեն փակել ամբողջ համակարգը եւ դարձրել իրենց պրիվատիզացրել, դարձրել իրենց սեփական բիզնեսը, կոպիտ ասած։ Եվ կարծում եմ դրան արձագանքելու կարիք չկա, որովհետև դա պղտոր ջրում ձուկ որսալու հանգամանք է, փաստեր եթե ունենան, այդ փաստերը թող ներկայացնեն, իսկ մերկապարանոց ինչ ասես կարող են ասել։ Իմ մասին ինչ մեղադրանք ասես, ես լսել եմ, անգամ որ ես գրանտալապ եմ։ Երբևիցե իմ կյանքի ընթացքում որևէ գրանտ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության պետական գրանտ չեմ վերցրել։ Դրամաշնորհներից չեմ օգտվել։ Իմ կրթությունը բացառապես ստացել եմ Հայաստանի Հանրապետությունում եւ իմ ընտանիքի անդամների ֆինանսական օժանդակությամբ։ Անկամ կրթության համար ֆինանսներ որևէ տեղից չեմ ստացել։ Ու եթե Հայաստանում ես կրթվել քո ընտանիքի միջոցներով, ինչպես դու կարող ես կապ ունենալ դրամաշնորհների հետ, առավել եւս արտասահմանյան դրամաշնորհների հետ, առավել եւս արտասահմանյան ինչ-որ ծառայությունների հետ։ Ինչ ասես կարող ես լսել, եւ ես ընդհանրապես մի եզրակացություն ունեմ, մեր մասշտաբները, մեր հզորությունը այնքան է մեծացել, որ փորձում են մարդկանց աչքին իջեցնելու համար կեղծիքներ եւ սուտ շրջանառել։ Բայց մեր քաղաքացիական հանրությունը բավականաչափ գրագիտացած է, ամեն մի հիմարության ականջալ լուր չի լինում։ Հուսանք որ այդպես է։ Պարոն Սիմոնյան, շատ ուժեր միավորվեցին եւ բաժանվեցին, շատ ուժեր այդպես էլ որոշում կայացրեցին, որ որևէ մեկին չեն միանում եւ կարծես այդ թվում նաեւ դուք եք։ Ինչ որ իմաստով որևէ հստակ կոնկրետ ուժի հետ ոչ հուշագիր եք ստորագրել, ոչ միացում է եղել, ինչու է ձեր ճանապարհը այդպես որոշվել, ինչու որոշեցիք, որ այդ ուղղությամբ պիտի գնաք։ Վստահության չափաբաժնի պակասով։ Դաշտում շատերը կան, որ հայտարարում են դեկլարատիվ, որ իրենք մաքուր են, բայց ինչ գիտես։ Եվ հետո դաշտում շատերն էլ կան, որ մեզանից հետո ձևավորվեցին։ Համենայն դեպս Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը կայացրեց որոշում, որ մասնակցելու է միայնակ, դա նաև ռեսուրսների խնայողության հարց կար, որտեղ եթե դու միայնակ ես մասնակցում 7.5 միլիոն դրամ պետք է վճարես որպես պետական գրավ, եթե կոալիցիայով է նվազագույնը 10 միլիոն է, եթե չեմ սխալվում։ Եվ ծախսերի ահռելի չափաբաժին կա, հետո ես գիտեի, որ բազմաթիվ առևտրային որակավորումների հաշիվա բացվելու մեր թիմակիցներից որևէ մեկը տեղի եւ դիրքի համար զրույց չի ունեցել ինձ հետ։ Բոլորը նվիրալի կարգավիճակով են եկել։ Ես չուզեցի, որ առևտրի առարկա դարձնենք այն, ինչ որ դեռ ապագայում պետքա լինի։ Բայց Հայաստանի Շնորհապետական կուսակցության դրոշի ներքո ես կոչ արեցի մաքուր ուժերին, որ կան համախմբվեն։ Ում եք համարում մաքուր։ Կային դաշտում մաքուր, որոնք որ նախկին իշխանությունների մաս չեն եղել, ներկա իշխանությունների մաս չեն, նախկին եւ ներկա իշխանությունների արբանյակ ուժեր չեն, կոլաբորացիոնիստներ չեն եւ այլն, նրանք ովքեր որ առերևույթ որևէ փաստ չունեն, որ իրենք ապականված են։ Եվ նմանատիպ ուժերից միայն պարոն Անտինյանը, Էդվարդ Անտինյանը եկավ եւ ամբիցիաները մի կողմ դրած, լծվեց օժանդակության աշխատանքով, փորձեց Շնորհապետական կուսակցությանը օժանդակել եւ աջակցել ամեն կերպ։ Եվ պարոն Անտինյանը մեր ցուցակներով է գալիս, ոչ կուսակցական, բայց Հայաստանի Շնորհապետական կուսակցության դրոշի ներքո։ Կուսակցությունը արդեն քանի անդամ ունի։ Մենք դռները չենք բացել լայնորեն, ես անգամ մեր գրասենյակի վայրը չեմ հայտարարել, որ
հերթ չգոյանա, ես գիտեմ, որտեվ հազարավոր մարդիկ կան, զգուշությամբ ենք ընդունում կուսակցություն, առայժմ երաշխավորության սկզբունքով, որ այդ անձնավորությունը սկզբունքներին համապատասխանի, որտեվ մենք հայտարարել ենք սկզբունքներ։ Կթվեք սկզբունքները։ Ինչպես եք ընտրում։ Առաջին սկզբունքը, որ տվյալ անհատականությունը նախկին եւ ներկա իշխանությունների բարձրաստիճան պաշտոնատար անձ երբևիցե եղած չլինի։ Երկրորդ սկզբունքը, որ դրան զուգահեռ կոռուպցիոն գործընթացներում երբևիցե որևէ թաթախված չլինի։ Ասենք կարող է բարձրաստիճան պաշտոնյա լինի, բայց եթե կոռումպացված չի եղել, ոչ մի խնդիր։ Իսկ դիմել են նման օրինակներով մարդիկ։ Մի հոգի ունենք մեր կազմում, որ նախկինում բարձրաստիճան պաշտոնյա է եղել արտակարգ իրավիճակների նախարարության հիմնադիր նախարարը, պարոն Բադալյանը, արդեն թոշակառու անձնավորություն է, բայց պարկեշտ մաքուր կյանքով ապրած միշտ ծառայել է Հայաստանի Հանրապետությանը, նման բացառությունների համար տեղ թողնում ենք մենք։ Նա մեր էթիկայի բարևարկության եւ անաչառության հանձնաժողովի անդամ է։ Այդպես հաջորդ կետերը նշեք։ Հաջորդ կետը երրորդ կետով, որպիսի երբևիցե օտար երկրյա պետություններին լրտեսական ծառայություններ մատուցած կամ մատուցող չլինի։ Բայց դա ո՞նց եք բարձում։ Դու հայտարարիր։ Թող ինքը ասի չէ, բայց հետո երբ որ հնարավորություններ կունենաս, կարողանաս բարձել ու կասես, որ դու խաբել ես մեզ։ Բայց դու սկզբունքդ պետք է հայտարարես անկախ նրանից դու կարող ես դա բարձել թե ոչ։ Ինքը գալիս է, ասում է այո, համապատասխանում եմ սկզբունքներին, վավերացնում է կուսակցականի խոստումը, այնուհետև դիմում է ներկայացնում, որից հետո բարևարկության եւ անաչառության հանձնաժողովը քննության է առնում այդ հայտը։ Բավարարվելու պարագայում անհատը դառնում է Հայաստանի Շնորհապետական կուսակցության անդամ պատվիրակի կարգավիճակով, եթե պատվիրակի կարգավիճակից չի հրաժարվում։ Ընդ որում մեզ մոտ անդամավճարներ կան, եւ մենք նաեւ կուսակցականների հոգացության տակ գտնվող կուսակցություն ենք։ Թափանցիկ է դիմաստով ձեզ։ Իհարկե, հարկային եւ հակակոռուպցիոն մարմիններ հաշվետվությունները ներկայացնում ենք պատշաճ ամենը պետական մարմինների ուշադրության տակ են, ներքո են եւ մեր ուշադրության տակ է։ Ես թույլ չեմ տա, որ որևէ ապականված ինչ-որ մի բան լինի։ Պարոն Սիմոնյան, շատերին միշտ հետաքրքրում է, եթե հնարավորություն լինի ազգային ժողով անցնելու, որ ուժերը կմիանան իրար իշխանությանն դեմ։ Արդյոք դուք պատրաստ եք որևէ ուժին նվիրաբերել, այսպես ասած, ձեր ձայները։ Բացառվում է, եթե այդ ուժը ներկայացնում է նախկին իշխանությունները կամ նախկին իշխանությունների հետ աֆիլիացված ուժ է, արբանյակ ուժ է։ Մենք հայտարարել ենք, որ մենք բացառվում ենք միանանք ներկայիս իշխանություններին, նախկին իշխանությունների որևէ մեկին եւ նրանց արբանյակ ուժերից որևէ մեկին։ Եթե բախտներս կբերի, մեզ հետ նաեւ կմտնեն խորհրդարան մաքուր ուժեր, այդպիսի համագործակցությունը կքննարկենք։ Այ քարոզարշավի ընթացքում եւ դրանից առաջ տարբեր ուժեր եւ բոլոր ուժերը ներկայացնում են իրենց ծրագրերը, հրաշալի խոստումներ են տալիս։ Հետաքրքիր է ձեր ծրագիրը ինչով է տարբերվում։ Այ պիտի յուրաքանչյուր ծրագիր միշտ որևէ տարբերություն ունենա, ու այն մեխը որն է, որի վրա դուք շեշտը դրել եք։ Մենք ունենք կարճաժամկետ ծրագիր, որը որ հայտարարել ենք, եւ մեխը հետեւյալն է, որ առաջին 3 որոշումները հետեւյալն են։ Առաջին որոշմամբ մենք փոխելու ենք Հայաստանի Հանրապետության կառավարության ամբողջ կառուցվածքը։ Եթե ժողովրդի կամոք եւ Աստծո հաջողությամբ մենք մեծամասնություն կազմեցինք եւ մեր կառավարությունը ձևավորեցինք։ Երկրորդ որոշմամբ այդ կառավարության հայեցողական պաշտոններում, բարձրաստիճան պաշտոններում պետք է նշանակվեն ոլորտի լավագույն ներկայացուցիչները անկախ նրանից, նրանք շնորհապետական կուսակցության անդամ են թե ոչ։ Նրանք կարող են լինել նաեւ ոչ կուսակցականներ։ Նրանք կարող են լինել նաեւ մեր սկզբունքներին համապատասխանող ինչ որ կուսակցությունների անդամներ, որոնք չեն պատկանում նախկին կամ ներկա իշխանությունների կամ նրանց արբանյակ ուժերին։ Եվ այդ անհատները, որոնք մասնագետներ են, պրոֆեսիոնալներ են, կվավերացնեն մեր ռազմավարությունը, մենք վստահ կլինենք, որ նրանք ընթացքում շեղումներ չեն տա, 6 ամսյա ժամանակով կնշանակվեն համապատասխան պաշտոնին։ Եթե արդարացրեցին, կշարունակեն պաշտոնավարել, եթե չէ, կփոխարինվեն մեկ այլ պրոֆեսիոնալով։ Դա երկրորդ կետն էր։ Երրորդ կետով մենք ազգային ժողովում պետք է ձևավորենք այլընտրանքային արդարադատության ժամանակավոր հանձնաժողով, որը ըստ էության պետք է իրականացնի լուստրացիա։ Այնտեղ ներգրավված են լինելու Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի լավագույն իրավաբանները, անկողմնակալ, այդ թվում նաեւ միջազգային մասնագետներ, իրավաբաններ։ Նախնական ցանկեր ունեք կազմած իրավաբանների։ Ոչ միայն
նախնական ցանկեր կան, բայց բարձրաստիճան պաշտոնյաների պահով դեռևս վերջնականացված չէ, որտեղ շատ մասնագետներ կան, ում որ մենք չենք ճանաչում։ Ինչու եմ հարցնում, որովհետև շատ ուժեր այդ խնդիրը ունենում են, ովքեր փոքր թիմով են եւ այդ հարցը, օրինակ Հայկ Մարությանի ուժը ասում է, որ իրենք կփորձեն տարբեր կողմերից մարդկանց փնտրել եւ գտնել եւ ովքեր համապատասխանեն այդ պաշտոնին, իրենք կհամագործակցեն այդ իմաստով, այսինքն սկզբունքներ համապատասխանեցնելով։ Ուզում եմ հասկանալ ձեր դեպքում ինչպես է, որովհետև մենք փոքր ազգ ենք ամեն դեպքում եւ լավ մասնագետների խնդիր կարծում եմ միշտ էլ կա եւ փնտրտուք լավ մարդկանց ու լավ մասնագետների փնտրտուք է։ Անշուշտ, բայց մենք փորձում ենք Սփյուռքին էլ դիտարկել, թե ոչ։ Ես փորձում եմ։ Եվ մարդիկ կան, որ արտագաղթել են կամ Սփյուռքի ներկայացուցիչ են, մեր կադրային բազայում կան։ Եվ առաջարկ ունենալու են, եթե առաջարկը կընդունեն, կգան եւ կզբաղեցնեն համապատասխան դիրքը։ Մենք 1 տարի է արդեն ինչ այդ աշխատանքը կատարում ենք, Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունը ժողովրդի եւ քաղաքանության եւ հայության հետ շփվելու 3 մոդել է առաջարկել։ Առաջինը կուսակցականի կարգավիճակ, երկրորդը կադրային կապիտալի լրացման կարգավիճակ, երբ որ ինքը որպես մասնագետ մեր բազաներում ներգրավվում է, եւ երրորդը ուղղակի համակրի կարգավիճակ։ 3 սցենարով էլ մենք մարդկանց հետ շփվում ենք։ Համակիրը այսօր եթե իր արժե համակարգին մոտ է ձեր հայացքները, ձեզ քվե կտա։ Վաղը կարողա փոշմանի կամ վաղը կարողա փոխի իր տեսակետը։ Դա շարժընթաց ունեցող է։ Նույնն էլ կադրային բազան էլ կարող է այլ նախապատվություններ ունենա, բայց ամեն դեպքում իր մասնագիտական հնարավորություններով պայմանավորված իր ծառայությունները մատուցելու պատրաստակամության պայմանավորված տվյալները տա մեզ։ Կուսակցականը դա մարդ է, որ նաև համախոհ է, գաղափարակից է, սկզբունքների համար է միացել եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ կադրերի աշխատանքը մենք 1 տարի է ինչ կատարում ենք, բայց դա սեպագիր արձանագրություն չէ, կարող է վաղը մեկը բացահայտվի, որ շատ լավն է, ոնց կարող ենք ասել, չէ, մենք արդեն պայմանավորվածություն ունենք, հետո ինչ որ դու լավագույնն ես, քեզ մերժում ենք։ Չի կարա նման բան լինի։ Բացեք այդ իմաստով ընդունել։ Դե օրինակի համար ենթադրենք մենք մեզ ու մեզ հավաքվել ենք, որոշել ենք, որ ինչ որ մի Պետրոս Պողոսյան պետք է լինի կրթության նախարար, ենթադրենք։ Մենք մեզ ու մեզ ենք, չէ, որոշել, որևէ օբյեկտիվ չափումներ չկա, դա սուբյեկտիվ մոտեցում է։ Եվ արի ուտես, երբ որ դու գալիս ես մեծամասնություն ես կազմում ազգային ժողովում, իշխանությունը կարողանում ես միանձնյա ձևավորել, հնարավորություններդ ավելի են ընդարձակ դառնում, ու դու բացահայտում ես ինչ որ մի Գարեգին Պետրոսյանի։ Ու ասում ես, չէ, եղբայր, չնայած քո անցած ուղին, քո մասնագիտական հնարավորությունները բարձր են, բայց մենք որոշել ենք այս մարդուն։ Դա սխալ մոտեցում է։ Դե այո։ Դու ճկուն պետք է գտնվես, որովհետև քո խնդիրը մարդկանց պաշտոնին նշանակելը չէ։ Քո խնդիրը օրհասական իրավիճակում հայտնված ոլորտային փոփոխություններ իրականացնելն է։ Դու ունես խնդիր։ Եթե հայերի մեջ անգամ չես գտնում տվյալ պրոֆեսիոնալին, արտերկրացի բեր, բայց դու քո խնդրը լուծի։ Դու ունես խնդրեմ, պատասխանատու ես խնդրի լուծելու մեջ։ Կադրերի, միջոցների հայթայթումը երկրորդ հարցն է։ Բայց պետք է ծառայի խնդրի լուծմանը, ոչ թե նպատակահարմարությանը, որ մենք այդ նեպոտիզմը, ծանոթ խնամի բարեկամ երևույթը վերջապես հաղթենք Հայաստանի Հանրապետությունում։ Հուսամ, որ կհաղթենք։ Պարոն Սիմոնյան, տեսեք, չնայած մենք գրեթե բոլոր ոլորտներում խնդիրներ ունենք, բայց գիտենք եւ քննարկումների դաշտում էլ տեսնում ենք, որ թիվ 1 հարցը անվտանգությունն ու սոցիալական իրավիճակն է, մարդկանց կյանքի որակը եւ այլն եւ այլն։ Այդ երկու կարծես թե նժարներն են, որ այսպես տատանվում են եւ ուժերը փորձում են իրենց խաղադրույքները դնել տարբեր կողմերի վրա եւ մարդիկ այդ իմաստով են գնում ընտրությունների։ Դուք այդ երկու նժարների համար ինչ առաջարկներ ունեք։ Հիմա տեսեք, անվտանգությունը ինքը բազմավեկտոր երևույթ է։ Կա ռազմական անվտանգություն, ընդ որում կա այստեղ տեղեկատվական անվտանգություն, կա պարենային անվտանգություն, կա էկոլոգիական անվտանգություն եւ կա կրթական անվտանգություն։ Ոչ մեկը չես կարող գերադասել, դրանք բոլորը միևնույն շղթայի մաս են։ Փոխկապակցված։ Եթե դու ինչ-որ մի ոլորտ պատկերացրեք գունդ, որտեղ ամեն մի կետ ենթակետերով
փոխկապակցված է։ Մի կետից որ քաշում ես, մնացածը ինքնաբերաբար պետք է քաշվեն գան։ Անհնարին է մի ոլորտ զարգացնելով մյուս ոլորտները աչքի բարձի թողի վիճակի մեջ դնես եւ այդ ոլորտը զարգանա։ Օրինակի համար, եթե պաշտպանության նախարարության ռեֆորմներ ես իրականացնում եւ բանակի թվականակի հարց պետքա լուծես ու ուզում ես որակական բաղադրիչը բարձրացնես, ստանաս զանգվածային եւ պրոֆեսիոնալ բանակ, առանձին unity ինտելեկտուալ հնարավորությունները մեծացրած ու ուշադրություն չդարձնես հանրակրթության ոլորտին։ Դպրոցից են գնում, չէ՞ բանակ։ Եվ այս առումով պետք է հասկանաս, որ մշակույթը, դպրոցը, պաշտպանունակությունը, կյանքի որակը, էկոնոմիկան եւ մարդու սոցիալական բարձր մակարդակը փոխկապակցված են։ Դու չես կարող խաղադրույքը դնես մեկ ուղղության վրա։ Մարդիկ դժգոհում են գնողունակության անկմամբ դրամի։ Հիմա ինչքան ուզում են 10,000 դրամով բարձրացնեն, չէ՞։ Բայց եթե մարդը միայն ապավինում է թոշակների վրա եւ փոքր եւ միջին ձեռնարկությունների համար դու պատշաճ հարկային, մաքսային արտոնություններ կամ ճշգրիտ կարգավորումներ չես ներկայացնում, փոքր եւ միջին ձեռնարկությունները սկսում են նվազել եւ հնարավորություն չեն ունենում փոքր եւ միջին ձեռնարկությունները որոշները դառնան խոշոր, որ կարողանաս դու հարկեր ավելի ներգրավես, կարողանաս թոշակներ բարձրացնես, կարողանաս սոցիալական ծրագրեր իրականացնես։ Սա կարևոր խնդիրներ է, որ մենք պետք է հասկանանք։ Օրինակ Միացյալ Նահանգներում բավականաչափ հարկային արտոնություններ կան փոքր եւ միջին ձեռնարկություններին, բայց որոնք որ յուրօրինակության սկզբունքով են օժտված։ Ո՞րն է այդ յուրօրինակության սկզբունքը, երբ որ ինքը առանձին սուբյեկտ է, ֆիզիկական անձ է, որ խոշորները չփշրվեն մի քանի փոքրների։ Այո։ Որ փոքրը այդ արտոնությունից ստանա, ընդ որում կարճաժամկետ արտոնություն է ստանում, եթե ինքը իր եկամուտը շահույթը նորից ներ է դնում բիզնեսի մեջ, ինչքան խոշորացավ, այդքան արտոնություններ է ստանելու, այսինքն փոքր եւ միջինին էլ հələ մի բան է շահագրգռում ես, որ ոչ միայն չփակվի, այլ նաեւ ինքը խոշորանա, որտեղ որ խոշորացավ, իր պայմանները ավելի ձեռնտու են դառնում։ Ու դուք պատկերացրեք, եթե մեկ կազմակերպություն չի, երկու կազմակերպություն չի, երեք կազմակերպություն չի, որոնք որ ուղղակի քափ ու քրտինք կտրած հարկ են տալիս, այլ թեթև հարկաբաժիններ ունեցող 30-100 կազմակերպություններ են։ Նրանց հավաքական հարկային արտահայտությունը բյուջեում շատ ավելի մեծ է լինելու, քան այս հարկային բեռի մեծացման պարագայում 2-3 ձեռնարկությունների հավաքած հարկերը։ Սա պարզ չափաբաժին է։ Հիմա եթե դու հարկային, մաքսային բարեփոխումներ ես իրականացնում, նշանակում է երկրում տնտեսվարման գործընթացը միջին սեկտորի, մասնավոր սեկտորի զարգացման հնարավորություններ ես ընձեռում, որը մուլտիպլիկատիվ էֆեկտով ազդում է քո սոցիալական ծրագրերի վրա, որը ազդում է կյանքի որակի բարձրացման վրա, հանրակրթության մակարդակի ավելացման վրա եւ պաշտպանողության մեծացման վրա։ Պարոն Սիմոնյան, իսկ ինչ եք կարծում, հատկապես ինչի համար են ձեզ ընտրում։ Գիտեք, ես նկատել եմ, որ մարդիկ ինձանով եւ Հայաստանի շնորհապետական կուսակցությունով փակել են մի խորշ, որը տարիներ շարունակ դատարկ է եղել։ Եվ այդ խորշը առաջարկելիքի խորշն է, որտեղ այն ուժերը, որոնք ունեն առաջարկելիք, առաջին հերթին ոչ թե ինչ որ մեկին քննադատելով եւ լուտանքներով են առաջ շարժում, այլ ասում են, որ այս գործընթացները տանում են տապալման կամ ձախողված են, որովհետև այսպիսի մոտեցումներ կա, ու մարդիկ դա տեսնում համեմատական են անցկացնում։ Միշտ իմացեք, արիստոտելյան ճշմարտություն կա, միտքը չունի գաղտնիք, որ վարքը Երևան չբերի։ Մարդիկ աչքերով նայում են, տեսնում են, գնահատում են, առավել եւս հայ ժողովուրդը, որ արդեն քաղաքականապես բավականաչափ գրագիտություն է ձեռք բերել եւ ինչ ասես չի տեսել։ Դրանով են պայմանավորում մարդկանց համակրանքի չափաբաժինը եւ դա խիստ պարտավորեցնող է եւ ես դրա համար շնորհակալ եմ մեր հայ ժողովրդից։ Ես խոսքը էլի փոխանցեմ ձեզ, որպեսզի դուք հանրությանը ձեր խոսքը ուղեք, ինչ կուզեք ասել վերջում որպես ամփոփում։ Մի բան, հավատները չկորցնեք, գնացեք ընտրությունների, որտեղ ընտրություններին մասնակցելով դուք իրապես դուրք եք տալիս ձեր հիմնական կոչմանը, քաղաքացի լինելուն։ Մենք ուղղակի բնակիչներ չենք, մենք տնվորներ չենք, որտեղ քամին կփչի այնտեղ գնացողներ չենք։ Մենք հայրենիքի համար մարդ մղելու հնարավորություն ունեցող ազատ մարդիկ ենք եւ քաղաքացիներ։ Գնացեք ընտրություններին եւ ձեր քաղաքացիական պարտքը կատարեք, սիրելիներ, եւ վստահեք նոր ուժերին։
Ես արդեն որ երրորդ անգամ կոնկրետ չեմ ասում գնացեք ընտրեք մեզ, դա ձեր որոշելիքն է։ Նոր ուժերին սկզբունք է։ Գնացեք նոր ուժերից ում կգտնեք լավն է ընտրեք, բայց գնացեք ընտրությունների, այո։ Այո, եւ գնացեք ընտրության անպայման, շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ առաջին խոսափողի մոտ Գուրգեն Սիմոնյանն էր, Հայաստանի Շնորհապետական Կուսակցության վարչապետի թեկնածուն։ Շարունակեք հետևել Գործարար ալիքին, կհանդիպենք։